Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունում և Տաշիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Լոռու մարզի Սարատովկա գյուղի գյուղատնտեսական նշանակության հողատարածքում ապօրինի շահագործվում է տորֆի հանքավայր։ Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց և անցած տարվա դեկտեմբերի 30-ին քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հատկանիշներով։ Պարզվեց, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն հիշյալ տարածքում ապօրինի արդյունահանել է շուրջ 14000 խորանարդ մետր տորֆ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է մոտ 55 միլիոն դրամի վնաս։ Պարզվեց նաև, որ Լոռու մարզի Նովոսելցովո գյուղի վարչական տարածքում նույն ընկերության կողմից դեգրադացվել է մոտ 1.5 հեկտար հողատարածք։ Այս մասով պատճառված վնասը կազմել է 328 000 դրամ։ Շարունակվող նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։